Ձեզ սիրելի գործընկերներ, սիրելի հյուրեր, մեծ պատիվ է այսօր ձեր առջև ելույթ ունենալը և շնորհավորել Genesis-ին և ղեկավարին Աբրահամին և ողջ թիմին այս 5 տարիների գործունեության անցած ուղու կապակցությամբ։ Genesis-ը ստեղծվել է այն օրերին, երբ որ մենք հայտնվել ենք խորը ճգնաժամի մեջ, և այդ ճգնաժամը ցավոք մինչև հիմա հաղթարված չէ։ Որպես ճգնաժամի պայմաններում ստեղծված կառույց, ինչպես է մենք հայացքին իմաստով մենք ամբողջս ընթացքում զգալի չափով եղել ենք արձագանքողի դերում։ Մենք փորձել ենք այն իրավիճակում, որը պարտադրվել է մեր երկրին և մեր Արցախին, փորձել ենք իրականացնել այն ծրագրերը, այն գործողությունները, որոնք կարող էին մեղմել հարվածը, բայց ի վերջո պետք է արձանագրենք այն, որ չենք կարողացել մինչև վերջ այդ հարվածից խուսափենք, այսօր Արցախը հայաթափված է և այսօր պայքարը տեղափոխվել է Արցախը վերադարձնելու հարթություն, դեռևս 5 տարի առաջ մենք Արցախ ունենք։ Եվ այդ իմաստով ես ուզում եմ նախ արժևորել մի կողմից այն ամեն ինչ, որ մենք այս ընթացքում արեցինք և արեցինք միասին, մշտապես լինելով առաջի շարքերում, մշտապես լինելով բարիկադներում, մշտապես պայքարելով և թշնամու և նրա տեղական կամակատարների դեմ, բայց նաև արձանագրում եմ, որ մենք դեռևս չենք կարողացել հասնել մեր բաղձալի արդյունքին և այդ պայքարը առջևում է և այդ պայքարը մեզ շարունակելու է միավորել։ Ես ուզում եմ ցանկանամ, որ Genesis-ը կարողանա այս ընթացքում տրանսֆորմացիոն կառույցին, որը այդ պայքարի տեսանկյունից կարողանալու է նոր ինտելեկտուալ արտադրանք տալ, որը կարողանալու է օգնել մեզ, որպեսզի մենք կարողանանք Արցախի վերադարձի իրավունքը բերել իրատեսական հարթություն, իսկ Արցախի վերադարձը լինելու է բազմաթիվ չափողականություններում, դա չի լինելու մեկ առանձին վերցած գործողություն, դա լինելու է ըստ էության գործողությունների հսկայական մի համախումբ, բայց այնպես ինչպես սկսել է Genesis-ը այս աշխատանքը, նա պետք է շարունակի, որպեսզի մենք միասին բոլորս կարողանանք ի վերջո մեր կյանքի օրոք ոչ թե ընդհանրեն 200 տարի հետո այս ամենը իրականություն դարձնել։ Եվ ըստ էության պետք է արձանագրենք, որ հենց այդ կապը մեզ այստեղ հավաքել, մեզ բոլորիս միասին։ Ես ուզում եմ այդ կապակցությամբ ցանկանամ Genesis-ին ուժ, կամք, հետևողականություն, համագործակցություն մյուս են կառույցների հետ, որոնք գտնվում են նույնպես շահում, նույնպես բարիկադում, մեզ բոլորիս միասին վերցած տոկունություն և դրականություն, որպեսզի այս ամենը կարողանանք իրականություն դարձնել։ Եվ նաև շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ եղել եք պայքարի առաջի շարքերում և մտքով, և գործով, և մարմնով ինչ-որ իմաստով բոլորս հիշում ենք Աբրահամի արմատված դեմքը և համոզված եմ, որ այդպիսի պայքարի միջով մենք օգնում, դառնում ենք մեծ միասնական թիմ և թերևս դա ամենակարևոր արժեքն է, որը միավորելով մեզ որոշակի հիմք է տալու ապագա հաղթանակների համար։ Բոլորիս ցանկանում եմ հաղթանակ, վերադարձ Արցախ և հաջորդ անգամ Շուշին։ Շնորհակալություն։ Հայկական պետության